Նախորդ ասացին, հետո դառնալ դրան։ Իմ մասին մի դատ եք խնդրում եմ մամուլով։ Մամուլը այսօր կարող է լավ գրել, վաղը վատ եւ այլն եւ այլն։ Յուրաքանչյուր մարդու մասին դատ եք իր առած գործով։ Իսկ գործերը, եթե ոչ այսօր, ապա վաղը ցանած սերմերը իրենց ցույց են տալիս եւ անկասկած այս կառավարության դեպքում իրենց ցույց են տալու։ Սրանից ընդամենը նույնիսկ ոչ թե 7-8 տարի առաջ 91 թվականին 90 թվականին, երբ մենք սկսեցինք բանակի հիմքերը դնել, այլ 94 թվականին, 93-ին դեռ ոչ ոք չէր հավատում, որ մենք ամուր կառուցիկ, կարգապահ հզոր բանակ ենք ունենալու։ Ունենք այսօր այդ բանակը եւ բոլորիդ ցուցադրեցինք։ Ոչ ոք այսօր չի հավատում, որ Հայաստանը ունենալու է կառուցիկ հզոր տնտեսություն։ Ես խոստանում եմ, մենք ունենալու ենք այդ տնտեսությունը։ Միայն չպիտի աճապարել, չպիտի դուս պրծուկի պես պահել ինքը իրեն, պետությունը, մարդը։ Յուրաքանչյուր գործ ժամանակի պահանջում, ծնունդը, եթե ժամանակից շուտ է, սխալ է, ժամանակից շուտ ծնունդները վիժվածքներ են կոչվում։ Ժամանակ է պահանջում, ոչ այնքան երկար, որ վերսերնդակիցները կարող են ասել չենք տեսնի, ոչ, եւ կտեսնենք, եւ դա կլինի մեր աչքերի առաջ, մեր ձեռքերով, մենք ունենալու ենք հզոր երկիր, հզոր տնտեսություն, մեր սերունդը ունի այդ պարտավորությունը Հայաստանում, թե Սփյուռքում մենք պարտավոր ենք մեր հզոր տնտեսությունը կառուցել։ Եվ ապագա ծրագրերի մասին ես պիտի ասեմ հետևյալը։ Ամենակարևորը 2000 թվականի բյուջեի կազմավորումն է եւ բնականաբար 2000-2004 թվականի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ Բյուջեն պիտի արմատական փոփոխություններ ունենա, պիտի լինի կոշտ, բայց վստահելի կատարելի բյուջե, եւ ծրագիրը Հայաստանի զարգացման պիտի լինի հստակ, մեր ժողովրդին տեսանելի, ժողովուրդը պիտի հասկանա, թե ինչ է սպասվում իրեն 1 տարի հետո, 2 տարի հետո, 3 տարի հետո։ Պիտի հույս ունենա, որ եթե այսօր ինքը վատ է ապրում, այնուամենայնիվ կա ծրագիր, իր կառավարությունը, իր հայանի կառավարությունն է, իրենից ոչինչ չի թաքցնում, եւ 4 տարի հետո ինքը ունենալու է հաջորդական այս զարգացում։ Այդ դեպքում ես համոզված եմ ավելի քիչ մարդ կլքի Հայաստանը։ Գալու է մի գեղեցիկ օր, երբ ինչպես 90 թվականին կոչով դիմեցինք Հայաստանի բոլոր բարձրաստիճան սպաներին խնդրելով վերադառնալ Հայաստան կազմավորել բանակը, մենք կոչով դիմելու ենք Հայաստանի բոլոր մտավորականներին, գիտնականներին, բիզնեսմեններին վերադառնալ Հայաստան, ասելով, որ Հայաստանում մենք ստեղծել ենք այդ դաշտը, հավասարության, բարության ստեղծագործ դաշտը, վերադարձեք եւ դուք բոլորը անհրաժեշտ եք Հայաստանին, դուք բոլորը տեղ ունեք Հայաստանում, դուք բոլորը ստեղծագործելու, արարելու հնարավորություններ կունենաք Հայաստանում։ Ես այսօր դա չեմ կարող ասել, որովհետեւ այդ դաշտը դեռևս ստեղծված չէ, բայց համոզված եմ ես մոտ ապագայում մենք այդ հնարավորությունը ստեղծելու ենք եւ այդ կոչը անելու ենք։ Պատրաստվեք այդ օրը։ Եվ վերջին դարձյալ խնդրանքս ավելի լավ է սովորել ապրել, սովորել կառավարել, քան թե սովորել լաց լինել։ Վերջ տանք լաց լինելուն, վերջ տանք լացուկոցին, ավելի հանդուրժողական լինենք իր նկատմամբ, եթե գոնե չենք կարող սիրել։ Ուզում եմ հուսալ, որ այս համաժողովից սկսած մենք քայլ իրականացնելու ենք մեր համազգային միասնականությունը, ամրացնելու ենք մեր համաշխարհային դիմադրողականությունը, որովհետև ապրում ենք ծանր ժամանակահատվածում, ապրում ենք ծանր տարածքում, եթե մեր համաշխարհային համազգային դիմադրողականությունը փոքր լինի, Աստված գիտի դեռ ինչեր կարող են լինել։ Եվ հակառակը, եթե մենք մեր դիմադրողականությունը մեծացնենք եւ միասնական լինենք, մենք անկասկած 21-րդ դարին ենք մտնելու հաղթանակած, կառուցիկ եւ ապագայի մեծ հեռանկար ունեցող ժողովուրդ։